Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին ուշագրավ պատկեր է ձևավորվում տարածաշրջանային առևտրում։ Արմրու լրատվականը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2026 թվականի մայիսին Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է շուրջ 3 անգամ, հասնելով 218 տոննայի։ Ավելին, այս տարվա ապրիլի համեմատ աճը գրեթե կրկնակի է, մարտին եղել է 129 տոննա, իսկ մայիսին 218 տոննա ծաղիկ և կոկոն։ Թվերը դժվար է բացատրել միայն վրացական շուկայում պահանջարկի աճով ոլորտի մասնագետների գնահատմամբ, ռուսական սահմանափակումներից հետո ձևավորվել է նոր առևտրային շղթա, որտեղ հիմնական շահառուները դարձել են վրացի միջնորդներն ու վերավաճառողները։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքը նախ արտահանվում է Վրաստան, այնտեղ վերավաճառելու կամ վերաձևակերպվում, ապա արդեն վրացական ընկերությունների միջոցով հասնում ռուսական շուկա։ Այսինքն այն ապրանքը, որը նախկինում Հայաստանից անմիջապես էր արտահանվում Ռուսաստան, այժմ անցնում է լրացուցիչ միջնորդական ուղղակով։ Արդյունքում շահում են ոչ թե արտադրողները, ոչ թե պատժվում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, այլ բարգավաճում են վրացի միջնորդները։ Հայկական արտադրողը ստիպված է հավելյալ ծախսեր կրել, իսկ վրացի գործարարները ստանում են լրացուցիչ եկամուտ, փաստացի օգտագործելով ստեղծված իրավիճակը։